Բարև, այսօր կխոսենք այն մասին, թե ինչպես պաշտպանվել ֆինանսական զեղծարարություններից կանխիկ եւ անկախինք փողի շրջանառության ժամանակ։ Զեղծարարության մեթոդները զարգանում են, բայց եթե տեղյակ լինեք վտանգներից, կարող եք պաշտպանել ձեր գումարն ու անձնական տվյալները։ Հետևեք այս խորհուրդներին ձեր ֆինանսական անվտանգությունն ապահովելու համար։ Վիշինգի դեպքում զեղծարարները զանգահարում են իրենց զոհերին եւ ներկայանում որպես բանկի զեղծարարությունների հետախուզման խմբի կամ ոստիկանության աշխատակիցներ։ Հեռախոսազանգի ընթացքում փորձում են պարզել հաճախորդի ֆինանսական տվյալները, հաճախ դեպետային քարտի տվյալները, բանկային հաշվի եւ անձնական տվյալները։ Վիճակախաղ։ Այս դեպքում դուք ստանում եք նամակ կամ էլեկտրոնային հաղորդագրություն, ըստ որի դուք դարձել եք վիճակախաղի հաղթող։ Փոխանցում կատարելու համար ձեզ խնդրում են պատասխանել նամակին, նշելով ձեր բանկային հաշվի տվյալները։ Ձեզ նաև կարող են խնդրել վճարել սպասարկման կամ ձևակերպման վճար, որը դուք բնականաբար հետ չեք ստանա։ Ձեր կողմից տրամադրված ցանկացած տվյալ հետագայում կարող է օգտագործվել խարդախություն գործելու նպատակով։ Ֆարմինգը կիբերհանցագործության այն տեսակն է, երբ զեղծարարները ստեղծում են կեղծ կայքեր, հույս ունենալով, որ մարդիկ սխալմամբ կայցելեն դրանք։ Դա կարող է տեղի ունենալ օրինակ իսկական կայքի հասցեն տպելիս սխալ թույլ տալու դեպքում։ Երբեմն զեղծարարներին հաջողվում է վերաուղղորդել իսկական կայքի այցելուներին իրենց ստեղծած կայք, ինչից հետո նրանք փորձում են գրանցել մուտքագրվող անձնական տվյալները։ Ուշադրություն. հնարավոր զեղծարարություններից խուսափելու համար մի տեղադրեք ձեր քարտի տվյալները կասկածելի կայքերում։ Օգտվեք այնպիսի կայքերից, որոնք սկսվում են HTTPS գրառումով, քանզի վերջին S տառը կայքի ապահովագրության երաշխիքն է։ Ֆինանսական անվտանգության կանոնները պահելը կարևոր է, քանի որ զեղծարարները միշտ փնտրում են նոր ուղիներ մարդկանց գումարը հափշտակելու համար։ Պահպանեք զգոնություն, տեղեկացված եղեք հնարավոր ռիսկերի մասին եւ կիրառեք այս խորհուրդները կանխիկ եւ անկախիկ գործարքներն ավելի անվտանգ դարձնելու համար։